Գերանդվով եմ հնձում, ես են բերում եմ մի բան հնձիշներ կա, բաներ կա, ես լրիվ ձեռով եմ, գերանդին, ոսկի օրական մի փուպուչ ուրտեղ հնձում եմ առավոտերը, արևը հլա կպատ չիլեմ, հնձում եմ, հետո հաջորդ օրն եմ հնձում է ձև, էլի տենց, համ վիզարյատ կա, համ էլ լավ ես զգում քեզ, կամ հողափորը մենք, թորխը մենք, ցանում ենք, այդ ցանելը ես չեմ անում, ցանելը տատն անում, տիկինս։ Իմը ես մշակում եմ ես բաները, ինքը ցանում է, այն մնացածն էլ արդեն իրար հետ ենք անում։ Ինչ էլ ցանենք, հողը ինչ էլ տվեց, դա քունն է էլի։ Մենակ քունը չկու թորներին նա քու հարևաններին նա պետք է ալում հարևանա գալիս ա մի բան ատանում, մենք ենք գնում իրանցից մի բան բերում։ Լորվա այս Չքնաղձորում մոտ կորաշխարում իսկ ավելի կոնկրետ Մարցում տարվա այս շրջանում առավոտները բացվում են գերանդիների զնգոցով ու ծտերի ծլվլոցով։ Ու սա իրենց մարցեցիների դե նաև փոքրիկ քաղաքից այստեղ եկածներից համար իրական դրախտավայր է, որտեղ ամեն քար ու թուփ իր պատմությունն ունի, կանաչ ու կարոտ։ Բայց մայիսի բակում աշխարհը ուրիշ է, սա այն սովորական հնձվորը չի, որին սովոր ենք տեսնել գյուղական ֆիլմերում, հոգնած ու փոշոտ։ Այստեղ հողի հետ աշխատանքը ոչ թե տանջանք, այլ հենց իր պարոն Մայիսի խոսքով ղայդին ապրելու ձև։ 70 անց այս տղամարդու համար մեկ մանգաղը ձեռքին կլինի, թե մեքենայի ղեկին պիտի ակուրատնի լինես։ Մարցում Մայիսի կամ ինչպես մեծից փոքր ասում են Մայոյի կոկիկության մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Կատակով ասում են Մայոն նույնիսկ այգի մտնելիս ու գյուղի ամենածանր գործն անելիս կոստյում, շալվարն ու փողկապը չի մոռանում։ Դե գիտեք, ամեն հումորի մեջ ճշմարտության մեծ բաժին կա։ Մայոն գյուղի ամենաթասիբով ու պլպլան մարդն է, դրա մասին խոսք չկա։ Նրա օրը սկսվում է ոչ թե գործից, այլ սեփական խնամքից։ Առաջինը պլպլան մաքրություն, հետո նույն ջանասիրությամբ այգու ու տնտեսության գործերը։ Ու հենց տեսնեք նրա այգին կհասկանաք ինչու են ասում յուղը թափես կհավաքես։ Այստեղ ամեն քար ու թուփ իր տեղն ունի, որովհետև պարոն Մայիսի ձեռքը որտեղ կպնում է, այդտեղ կարգ ու կանոն է ծնվում։ Կարճ ասած Մայոն Մարցեցու այն տեսակն է, ով ապացուցում է գյուղում ապրելը դեռ չի նշանակում կորցնել քաղաքին բնորոշ կոկիկությունը, նրբանկատությունն ու սեփական անձի հանդեպ հարգանքը։ Մի կյանք ենք ապրում, պետք է ճիշտ ապրենք էլի։ Մաքուր, ակուրատնի, կոկիկ, այո, սափրված, նորմալ ձևի, բա ոնց, ինչ, որ պահեցինք ինչ, իմաստ չկա, տանից դուրս ես գալի, բանպայման պետք է քեզ մի հատ նայես, հազարով մի մարդ հատենեմ, ասեմ էլի, բա սիրուն աղջիկ երեխեք են, բան են, չասեն ես ինչ ակուրատնի պապիկա, հա, Ինչ կոթա էլի, թթվիկով, շակարաշ մաքրես ուտես էլի, որ թթու։ Առողջարար, Առողջարար, ահավոր շատ, ահավոր։ Սա մի սենց բան կլպեմ ես, քու ձեռով ուտեմ։ Պարոն Մայիսի այգում նույնիսկ մոլախոտն է խնամքով աճում։ Հողից իցկոթը հանելիս նա մի տեսակ գորովանքով է խոսում դրա մասին։ Ասում է սա մենակ թթու չի, սա նաև առողջարարություն է։ Բայց այս այգուց ավելի խնամված ու ջերմ է նաև Մայոյի ներաշխարը։ Մարցի այս զորերում ասում են մարդու տեսակը ճանաչում են ոչ թե նրանից թե ոնց է գերանդի քաշում, այլ թե ոնց է վերաբերվում իր տան կարևոր հենասյանը կնոջը։ Իսկական տղամարդու նրա բանաձևը շատ պարզ է, բայց ցավով է նկատում այսօրվա աշխարհում արդեն հազվագյուտ։ Ֆունձն է էլի։ Մեր ազգին, Արզումանյաններին հիմնական ասում են կնգասեր, ազգա, այդ ազգը, տենց են ասում, գեղացիկ են ասում, էդ ես չեմ ասում։ Լավ պահել եք, դես ինչ, կարևորն են կնի կարմատ ինչը ծեծես, չիդես ինչ չանես, չիդես, հետը վերաբերվես նորմալ, նամանավան տերեխա ունենալուց հետո էլ կարողանաս իրա կողքին կանգնացել ես ամեն դեպքում էլի։ Լավ պահելը դա է, ամեն ինչ չթողաս իրա ուսերին էլի, դե տղամարդը դրսի պատ է, պետք է գնա աշխատի, նամանավան փոքր երեխեքի ժամանակ էլ պետք է աշխատես, հասցնես, որ երեխեքին կարողանաս նորմալ պահես, փայփայես, մեծացնես։
Բայց այս տանը ամեն ինչ սկսվում է սպասումից։ Պարոն Մայիսը հասցրել է արդեն գարնան բոլոր համովությունները հավաքել, ամբարել։ Սառցախցիկում իրենց հերթին են սպասում Սինդրիկն ու Ծնեբեկը։ Անտարի սունկն ու ծմակուտի այլ բարիկները, որոնք սպասում են միայն մեկ զանգի կամ լուրի։ Պապ, թորներդ գալիս են։ Այդ պահին Մարցիձորերում ժամանակը կարծես արագացնում է ընթացք եւ արդեն ծերամուսիների գլխում միայն մի միտք անընդհատ՝ երբ։ Կհասցնեն ամեն ինչ պատրաստել, եփել, թափել, որ թանկերին կարողանան իրենց սրտի ուզածով ընդունել։ Ինչպես ինքն է ասում սիրելի պարավի հետ, այս լեն ու բոլ այգում սուփրա սեղան է բացվում ու սիրտը սկսում է փառավորվել, դեռ թորների դարպասից ներս չմտած։ Ու դա այն պահին է, երբ 70 անց լորեցին մի վայրկյանում թոթափում է տարիների հոգնությունն ու դառնում այս թաղի ամենաշխուժ ու ամենաերիտասարդ բնակիչը։ Ես սուպեր պապիկ եմ, 8 ворց թորնիկ։ Արու։ Դրամ այդ սուպեր։ Աբա, բանջ։ Չէ, ես աղջիկ երեխա շատ եմ սիրում, հարց չկա, բայց ոնց որ Աստված տենց ա տվել, որ 8 հատ զինվոր տղեկ են, էլի մեծանում են հեսա մեկը գնացել է ծառայել եկել, հեսա մեկն էլ էս ամառնա գնամ։ Մի որ թորնիկներս որ գալիս են, ոնց որ այս տան պատերնել են արդեն շնչում։ Այդ կարգի էլի։ Տունը այդ կարգի է, այն աշխուժանը ամեն ինչը։ Դա ինձ տալիս է ամենա երջանկությունը։ Իմ կյանքի ոնց են ասեմ, ամենա լավ օրերից մեկն է, որ տենց ինչքան շուտ են գնում գալի, այնքան ոնց որ ավելի ես մարդ թարմանում է, էլի։ Ջահելանում է, մի խոսքով։ Թորնիկներիս հետ ես շատ եմ կապված։ Կներեք արդ մայքից մեջ են մեծացել այդ երեխեքն էլի, սենց ասած։ Սուպեր պապիկի հետ մեր այս փոքրիկ ճամփորդությունը հանկարծ փոխում է իր ընթացքը։ Ժամանակի անիվը հին ու բարի ժապավենի պես պտտվում ու կանգ է առնում այնտեղ, որտեղ հուշերն ամենակախցերն են, իսկ սիրտը ամենաանհոգը։ Պարոն Մայիսի աչքերը փայլում են, երբ հիշում է այն տարիները, երբ ինքը դեռ ջահել ու կտրիչ լորեցի էր, իսկ սիրտը առաջին անգամ տակնուվրա եղած։ Գյուղամիջում տղամարդավարի խոստացել էր քաղաքից եմ հարց բերելու ու նրա տեսակի համար չեմ ու չումը պարզապես գոյություն չուներ։ Այդպես Վանաձորի ասֆալտներից ու քաղաքային հարմարավետություններից Մարցի ծմակուտ բերեց իր Սուսանին, քաղաքի այն գեղեցկուհուն, ով պիտի դառնար իր օջախի ու իր հարատև լույսը։ Անցել է ուղիղ կես դար, 50 տարվա համատեղ ճամփան օրհնվել է 8 թորնիկով ու այնպիսի սիրով, որի համար պարոն Մայիսը ոչ մի վայրկյան չփոշմանեց։ Քաղաքից բերած հարսը դարձավ գյուղի ու Մայոյի սրտի թագուհին, իսկ նրանց ապրած կյանքը մի իսկական սիրով ոսկեմատյան։ Մի խոսքով ժամանակը հետ է գնում ու կանգ առնում 1976 թվականի հունվարյան այն ցրտաշունչ օրը, երբ Վանաձորից մարդ ձգվող ճանապարհը ձյան տակ կորել էր, բայց սիրո ջերմությունը հաղթահարում էր ամեն մի դժվարություն։ Ավտոբուս կար, 3 հատ էլ դեմվաճ Ժիգուլիներ հիմնականում։ Լավ էլ ձուն եկավ, եկանք հլա ճամփին էլ տեղ մաշինեքը չէին կարում գան, մի կերպ եկանք տեղ հասանք, էդ էլ էր հավեսով էլի սենց։ Այն քոլոզ ենք ասում մեր գեղի դիմացն է, էլի լավ պարզ է, պահարոտ եկանք տեղ պահարոտները բան չէր էլի, չէինք կարում գանք այդտեղ։ Միջև այդ պահարոտները մի քիչ մաքրելու արին բանային, զուռնադոլը սկսեց նվագել այնտեղ պարում էին, եկանք գալիս են։ Իսկ եթե տենց նման մի առիթ ալեմ, արդեն Կիովական, Լենինական, չգիտես, ում ուժը պատմա Սևան, չգիտես, ստեղ այնտեղ գնում են այդ իրանց հարսանիքները, ամարսանիքները, այնտեղ անում են գալի հետ։ Առաջվա համու հոտը, դե մեր հարսանիքը օրինակ այստեղ պալատկա էր գցած։ Այն 100 հոգի մարդ էր նստած։ Պալատկա 7 օր 7 քշեր հրսանիք արենք, ինչ։ Լավն էր, բա ինչ էր։ Այն ժամանակվա հարսանիքները քաղաքի ռեստորանների սառը պատերից 1000 անգամ լավն էին ու ջերմ, ասում է զրուցակիցս։ Իսկական քեֆ ուրախությունն էլ Մարցի հենց այս բակում էր պալատկայի տակ, որտեղ հարյուրավոր մարդիկ իշավոտնուկներին նստած 7 օր ու 7 գիշեր ուրախանում էին։ Դա մի ժամանակ էր, երբ հարսանիքը միայն մեկ ընտանիքի տոն չէր, այլ ողջ գյուղինը։ Բա բարեկամների ու ընտանիքի մոտիկ մարդկանց փողոցում բացվող սեղանները, ու մինչև Փեսայի տուն հասնելը մի 10 տեղ շեղվում էին ճանապարհից, երկու պարով նվագով մոտենում էին բացված փոքրիկ սեղաններին, պարտադիր մի բաժակ խմում ու անցնում հաջորդ բարեկամի բացած սեղանին։ Ու վայ նրան, ով կհրաժարվեր մեծ սրտով բացված այդ սեղաններից։ Երանի այդ օրերին, ասում է մեր զրուցակիցը։
ու հարսանեկան պատրաստությունն էլ ուրիշ համ ու հոտ ուներ։ Գյուղի կանայք առանց ավելորդ խոսքի մի կուռ համակարգ կազմած հավաքվում էին մեկի փռան մոտ հարսանիքի հացը թխելու, մյուսները հաջորդ օրվա խաշն էին մաքրում, իսկ տղամարդիկ տնետուն ընկած հարևան բարեկամի աթոռ սեղաններն էին հավաքում դրսից եկած թանկ հյուրերի համար, սենյակներ նախատեսում, որ թե սեղանի շուրջ, թե կեսգիշերին հյուրերին քնել տեղավորելու խնդիր չառաջանար։ Պակաս պռատը շատ էր, բայց դրա փոխարեն սիրտներն էր լի, ուրախությունը անկեղծ։ Մի ամիս առաջվանից սկսում էին կամաց այդ գործողությունները անել։ Են էին հվաքում, են էին անում, փող էին վերնում, գնում էին դեն վաղ մի քիչ դժվար էր այդ ասատրին, ամասատրին ագնում էին Թիվլիսից էին բերեմ, Բաքվից էին բերեմ, չգիտեմ որտեղն էին բերեմ, տենց այդ կարգի էլի, սկսում էին կամաց նախապատրաստվում էին, եկավ հարսանիքի օրը, արդեն իրանք լրի, բայ գատովի, են կողմնել, դե աղջկա կողմը դե բնականաբար նրանց ծախսը այդքան չէր, տղու կողմը մի քիչ ավելի շատ ու գալիս էինք նստեմ, ուրբաթ օրը ենթադրենք, սկսում էր հարսանիքը, շաբաթ, կիրակի եւ այդպես շարունակ մի 5-6 օր մնում էր, դե հաջորդ օրը այդ խաշի օրն էր էլ, Են վաղ մեր մեծերը ասում էին պեչատի օր, դե մարդիկ էին եսի մետ, խաշի օրը տենց էին։ Մինչ մենք փորձում ենք հասկանալ նաև թե ինչպես մայիսին հաջողվեց քաղաքի գեղեցկուհուն համոզել ու բերել մոտկորի ծմակուտները, մեր զրուցակիցը իր սիրո փիլիսոփայությունն է մեկնաբանում։ Լսեք, թե ինչպես է 50 տարվա վաստակաշատ ամուսինը սահմանում իրական երջանկությունը, որը շատ հաճախ կապ չունի ոչ շքեղ պալատների եւ ոչ էլ քաղաքային փայլի հետ։ Իհարկե, այս տարիքի մարդուն բնորոշ համեստությամբ սերը սահմանվում է որպես հարգանք ու համակրանք։ Եթե իրար նկատմամբ ինչ որ համակրանքը մեծ է, ինձ թվում է գյուղն էլ կարող ասեի գնում եմ սարում եմ ապրում, էլի գար կապ չուներ դա, ինձ թվում է դա, դա ոչ խափը ինքն էլ գիտեր ուրա գնում, ես էլ գիտեի իրան ուր եմ տանում, այդ բոլորը ինքը նախորոք իմացել է, դե ես ոչ չեմ սիրում էլի ինչ որ ոնց են ասում, էլի սկոնի մկոնի անում։ Սերն է հաղթել ամեն դեպքում։ Երևի հա, էլի, ոչ թե երևի հաստատ։ Իրար նկատմամբ մարդիկ որ իրար լավ են հասկանում, արդեն որտեղ ուզում ալի կապրեն իհարկե։ Դե չէ կարող եսին որտեղ ապրելուս են, եսի ինչ, բայց իրար չհասկանան ումա պետք է։ Պարոն Մայիսի համար իր սերը հաղթանակ է առանց ավելորդ զարդարանքի, բայց ամուր ու սարի պես կայուն։ Ու հենց այդ սարերն են նրա հոգու ամենաթանկ հասցեն։ Երբ սկսում է պատմել մանկությունից, պատանեկությունից, զրույցը միանգամից տեղափոխվում է մոտկոր աշխարհի բարձրադիր լանջեր, որտեղ հիշողությունները դեռ թարմ են, ինչպես սարի սառնորակ աղբյուրը։ Հին ու բարի ավանդույթներ, հիշողություններ, որ գնալով մոռացվում ու անհետանում են։ Վարդավառը գիտեք, չէ՞։ Այդ մեր ավանդական տոներից, հա։ Վարդավառի օրին մեր վախտով, որ ես դպրոցական երեխա էի, բան ենք ասում, մոտիկ սարում ենք, ձոր ենք ասում, հապչոնց ձոր ենք ասում, այդ սար կար մի հատ տենց, գյուղից մոտավորապես մի 45-50 տնտեսություն ընդեղ օդեք ունեին, սարը ընդեղ էր, ու որ գա այդ վարդավառի օրերին ստեր գեղը մարդ չէի գտնի, սաղ սարերն էին, կես էին մի սարեմ, կես էին մի սարեմ, մի խոսքով ասած ահա որ լավ էր, սար գնացողները սարով, այդ սարը են հիմնականում եկամուտի աղբյուրն էր, ու մարդկանց են վաղ շատ էլ չեն թողում էին 2 կով պահեն, մի ձի պահեն, խոսքի 10 ոչխար պահեն, այդ ձևի տենց ինչ որ բաներ կար դրած էլի, սահմանափակ, բայց մարդիկ դրանով համ ապրում էին, համ լավ էին ապրում, համ էլ դե որ ասեմ, չգիտեմ, լավ հասկացողությունը մի քիչ հարաբերական է, ապրում էին չէին բողոքում էլի, մի խոսքով ասած։ Այ ջու, իմ կանչելով չտենգա։ Տատին են սովոր։
Այն ժամանակ գյուղն էլ մի գյուղ էր հարուստ առաջին հերթին մարդկանցով ու իրարով։ Չէ, այնպես չի, որ սովետական միության տարիները գովում ու գովերգում է, բայց ինչպես չասի, որ այն ժամանակ այս օրերում գյուղացին մենակ գոմով ու գոմաղբով չէր ապրում։ Արտադրություններ կային, աշխատատեղեր կային, օրինակ հայտնի ու երբեմնի աղյուսի գործարանը, որը կոնկրետ մարդից տասնյակ մարդկանց էր ապրուստի միջոցով ապահովում։ Հիմա ինչ, եթե բասկիտ ուժը պակասի, սոված կնստես, կամ գոմն է անասունը, կամ էլ գոմն ու անասունը, այլընտրանք գյուղացին չունի։ Դրա համար էլ ինչպես շատ ու շատ այլ գյուղերի նման արտագաղթն էլ Մարցին հարվածել է ու հարվածել է շատ ցավոտ կողմից։ Ջահելներ հատուկ են մնացել։ Գյուղում եթե հնարավորություն ունի աշխատատեղ ստեղծվի, մարդիկ աշխատանք ունենան, ջահելները չեն հեռանա էլի։ Այ աշխատատեղներ դե ստեղել դե մի չգիտեմ ինչ ով կարա եսին մի ինչ որ աշխատատեղ դնեն մարդիկ գնան աշխատանքի աշխատավարձ ստանան իրանց ընտանիքը իրանց օջախը տունը փող մտնի որ չվազեն քաղաք էլի մենք մոտավորապես առաջվա այն լավ ժամանակներում 200 չգիտեմ 30-ից 250-ի կարգի տնտեսություն ա եղել մոտավորապես եմ ես ասում էլի այսինքն եղել է եկա միջին կարգի գեղ ոչ շատ մեծ ոչ շատ փոքր բայց գնալով արդեն մի 100-120 տնտեսություն է մնացել։ Իսկ ով անասնապահությամբ զբաղվել դրանք հիմնականը մնում են։ Անասունի հետ կապված մարդիկ, ով ծնված օրրանից այդ գոմն է մտել դուրս եկել, պահում այդ կարգի էլի ինքը։ Ու այդ է, ստե անասնապահություն, դե հողագործությունն էլ ինքան տենց բան չի, որ ասես դրանից շատ դախոտ կարա ստանա մարդ։ Այս ձաղի ձորներ մեր աշխատատեղը հիմնականում որ ավտոբուսով տանում էին, բերում էին, այդ էլ երգիրը փլվեց, գնաց, մարդիկ դարձան այսենց ասած գնացին իրանց բախտը քաղաքները որոնելու։ Աշխատատեղի պակասը միակ հոգսը չէ, որ տանջում է չարքաշ գյուղացուն։ Ավելի շատ վաղվա օրվա անորոշությունն է ու այն վախը, որ մի օր այս սարերում միայն քամին է տեր կանգնելու հին օջախներին։ Հա, պարոն Մայիսը չի կարող չասել ու չնկատել, որ մոտկոր աշխարհում ծանր քարը տեղից շարժվել է, բայց ինչու ասենք ճանապարհ սարքեցին ու այս 7 գյուղերին մի հանրային տրանսպորտ չտրամադրեցին։ Այս ինչուի պատասխանը Մայիս պապը որոշել է հենց հասցեատերերից իմանալ։ Լուր է առել շուտով պաշտոնավորներ են գյուղ գալու, սպասում է, որ իրականությունը հենց իրենց աչքերի մեջ նայելով ասի։ Մի հատ էլ էս 6-7 գյուղի հիմա գոնե մի հատ տրանսպորտ գցեն որ գնա գա էլի մարդիկ հա հիմնականում տրանսպորտ ունեցողները շատ են մարդիկ ունեն նստում են իրանց մաշին բայց այդ հանրային տրանսպորտը որ աշխատի չունեցողներն էլ դրանից կօգտվեն էլի Կարևոր է ձեզ համար դա այո դա մենակ ինձ համար չէ ով խոսքի տրանսպորտ չունի նա բոլորին իմ նմանները ահագին են էլի ես ո մենակ չեմ շատ կան Նամանավանդ այս 6-7 գյուղում ոնց կարանչել են նման մարդիկ, շատ կլինեն։ Ու քանի դեռ պաշտոնական խոստումներ չկան, որ հանրային տրանսպորտ կլինի, Մայոն իր սեփական երթուղին է գծում հոգու ու մարդկայնության ճանապարհը։ Նրա համար կյանքի ամենամեծ կանգառը սեփական օջախն է, որտեղ հյուրասիրությունն ու լավատեսությունը ոչ թե սովորույթ են, այլ գենետիկ հիշողություն։ Արամ պապից ժառանգած պատգամով այս տանը հացը կիսում են ամենքի ու բոլորի հետ։ Իսկ չարությանն ու նախանձին հաղթում են լոռեցու այն պարզ ու իմաստուն խաղաղությամբ, որ շատ հաճախ ավելի զորեղ է, քան ցանկացած քաղաքական լուծում։ Տղուսանունը երջանկահիշատակ հերես է դրել Արամ պապի օջախն է, Արամ պապի օջախը ոնց են ասեմ միշտ էլ եղել է, ասում են ժողովրդական ասացվածքան նման մի բան է, էլի ասում անցկենող ղշին էլ հաց է տվել այդ մարդը։ Ու դրանից էլ մենք ոնց որ այդ ժառանգաբար ընկել է, եկել է հասել է մեզ։ Կամաց փոխանցվել է, գեներով է, թե ոնց է այդ կարգի էլի տենց։ Իմ ծնողներն էլ են եղել լավատես մարդիկ։ Դա գեներով էլ է, միջայլոց հաղորդվում մարդկանց էլի։ Մարդիկ կան այդ չարությունը ոնց որ չգիտեմ էլի իրանց դա տված է էլի ոնց են ասել ոնց որ նա այդ պարտադիր պետք է բայց ես չեմ կարող նման բան անեմ եթե ինչ որ մի հատ հարցել ալեմ աշխատում եմ օրինակ մի հատ կոնկրետ այն ոնց են ասեմ կռվի մոմենտի զերից ալեմ ասում եմ լավ էր թարգենք լա այդ մի հատ տոշն իրար սկանանք էլի որից հետո այդ կռիվը կա պետք է անպայման լես մաքուր ճիշտ դրական էմոցիաներ ունենաս մարդկանց հարգես էլի, չես կարող հարգի գոնե մի խանդարի էլի։
Նախանձը խորտ բամբասանք անծանոթ է այս ընտանիքի համար։ Դրա համար էլ ողջ գյուղով մեկ ու նաև գյուղի սահմաններից դուրս մեծ հարգանք ու պատիվ են վայելում։ Ինչ պիտի տանես քեզ հետ այս մեծ ու փուչ աշխարհից, եթե ոչ մի անուն, որը նրանց համար տոհմական սրբություն է։ Արզումանյանների այս օջախում գիտեն, ունեցվածքը գալիս ու գնում է, բայց մաքուր ճակատն ու վաստակած հարգանքը միակ ժառանգությունն են, որոնք տարիների հետ չեն խամրում, այլ փոխանցվում են սերնդեսերունդ։ Կոնկրետ ընտրությունների առումով այս մարդը ասում է հունիսի 7-ից հետո հունիսի 8 է գալու։ Ընտրության նպատակով կրվածցնողները, միմյանց դեմ հանողները գնալու են, մնալու ենք միմյանց երեսին նայելով։ Ինչ կարիք կա մի քվեի համար բարեկամը բարեկամից ընկնի, դրկիցը դրկիցից։ Իհարկե մարդիկ կան շատ, նման մարդիկ շատ կան, խռով են պահում, չգիտես ինչ են անում, մարդն չի պիտի օրինակ սրա հետ խռով պահի, նամանավանդ իր հետ հարազատների կամ բարեկամների հետ, անիմաստ երևույթ է, մարդը ինչ 500 տարի չես ապրելու, մի կյանք ես ապրեմ, ապրի ճիշտ, մաքուր, միտք չունի էլի, սրան կռվացնես նրա հետ, ինչ, անիմաստ բաներ են, այս աշխարհը լքելուց հետո գոնե ասեն լավ մարդ էր, լուսահոգի հերս սենց բաներ ասեմ, ասում էր տղա ջան, լավին էլ են ասում շանտղա, վատին էլ, հենց կան ես, որ ասելուց հետո շանտղա ասեն, գոնե ասեն լավ շանտղա էր, մարդիկ դե գիտես ինչ ես Facebook, ես ամեն ինչ էլ, YouTube, չգիտես են, մարդիկ սկսեցին հեռուանալ իրարից, արդեն կիլոմետրերով իրար հետ հեռախոսով խոսում են, բարև ձեզ, ոնց եք, ինչ եք, վсё, անցավ գնաց, բարև ձեզ, եւ այլ մի ձեւի մարդիկ են դարձել են իրար նկատմամբ են առաջվանը չի էլի, առաջվանը չի, առաջ իրար նկատմամբ հոգատարությունն էլ է շատ, մարդկային ձևերն էլ է շատ, ամեն ինչը նորմալ է։ Մինչ վիրտուալ աշխարհն ու սոցիալական ցանցերը քանդում են իրական ջերմ կապերը, մարդցի այս բակում դեռ շարունակում են գնահատել լուսահոգի հոր պատգամն ու մարդու բարի անունը։ Մայիսի պատմությունը մեզ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն. երջանկությունը ոչ թե պալատներում է, այլ մաքուր խղճի սիրելի կնոջ հետ կիսած հաց ու պանրի ու այն հպարտության մեջ, երբ կարող ես ասել՝ ես իմ ճամփան ճիշտ եմ անցել։ Սա մարդեցու այն տեսակն է, որի շնորհիվ այս սարերն ու ձորերը դեռ շնչում են ու դեռ շարունակում են մեծատառով մարդ տալ աշխարհին։ Շատ շնորհակալ եմ, գիտես ինչ հիմար, քանի որ փառք Աստծո թորնիկներս առողջ, մենք էլ թու առողջ, կարողանում ենք, եթե իրանք չեն կարողանում կոմականենք, չենք էլ խանգարում։ Դե օգնության բանը ալեմ ձեռներիցս մի բան գալիս անում ենք, եթե չի իլում չենք էլ խանգարում, էլի, սենց ասած, չենք կախվում իրանցի, որ չէ, այս տվեք, են տվեք։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։